Իրականությամբ մեզ էլի ասելու են մենք խաղաղություն ենք բերել, մենք խաղաղության կուսակցություն ենք։ Ես ինձ դա եմ ասում, ժողովուրդը պետք է սկսի հասկանալ։ Գեղեցիկ խոսել շատերը կարող են, գեղեցիկ գաղափարները այնքան հնչեղ են, բայց պետք է հասկանաս, իսկ այդ գեղեցիկ գաղափարների հետևում կան գոնե նույնչափ, կիսով չափ գեղեցիկ գործեր։ Նիկոլ Փաշինյանը 2021-ին իշխանության եկավ խաղաղության խոստումով, ճիշտ է։ Ժողովուրդը գնաց ընտրեց, որպեսզի նա կարողանա խաղաղություն բերել, բերեց Նիկոլ Փաշինյանը այդ խաղաղությունը։ Մեծ հարցական է։ Շատ մեծ հարցական է, առավել ևս պատասխանը խաղաղության համաձայնագիրը չէ, որովհետև խաղաղության համաձայնագրով դու երբևէ չես հասնելու խաղաղության։ Նույնիսկ այն պարագայում, երբ այդ խաղաղության համաձայնագիրը իր 17 կետերով համաձայնեցված է, երկկողմանի համաձայնեցված է, կրակոցները շարունակվում են, կրակոցների մասին սուտ տեղեկատվությունը շարունակվում է, Ադրբեջանը առաջ է քաշում նորանոր նախապայմաններ, կարճել են սահմանադրության փոփոխություններից, վստահաբար, եթե մենք հենց այսօր ինչ-որ մի հրաշքով փոխենք սահմանադրություն, հաջորդ պահանջը պետք է լինի դուք չզինվեք։ Դադարեցնեք զինվելը եւ նույնիսկ այն զենքերը ինչ որ հասցրել եք այս ընթացքում բերել, պետք է հրաժարվեք այդ զենքերից։ Այսինքն այստեղ գնում է շրջապտույտ։ Ադրբեջանին պետք չի խաղաղություն, խաղաղությունը տարածաշրջանում պետք է Հայաստանին։ Խաղաղությունը տարածաշրջանում պետք է Իրանին, խաղաղությունը Հայաստանում տարածաշրջանում պետք է Վրաստանին, պետք է նույնիսկ Թուրքիային, բայց ոչ Ադրբեջանին։ Կա այստեղ շատ մեծ շահերի բախում։ Ինչու Ադրբեջանին պետք չի խաղաղություն, որովհետև Ադրբեջանում հրաշալի գիտակցում են, ինչպես իրենք 26 տարի հետո փոխեցին Ղարաբաղյան առաջին պատերազմի արդյունքները, այնպես էլ այդ 26 տարի ավելի կարճ, ավելի երկար ընթացքում հայերը կարող են իրավիճակ փոխել։ Առավել ևս որ կա պատմական ճշմարտությունը, թեպետ Հայաստանի Հանրապետությունում այդ պատմական հասկացությունները, չգիտեմ ինչ է, կրթվելու պես նորաձև չեն։ Կա իրականությունը, Արցախը հայկական է։ Մեդիալաբի հարցերին պատասխանում է իրանագետ Տիգրան Դավուդյանը։ Պարոն Դավուդյան, ԱՄՆ-ից բացահայտ սպառնալիքներ են հնչում Իրանի հասցեին։ Օրերս էլ ապատեղեկատվություն տարածվեց, թե Իրանը փակել է օդային տարածքը, բանակը բերել առաջնային պատրաստության։ Իրականում ինչ է կատարվում եւ Իրանն ինչպես է արձագանքում, պատրաստվում ԱՄՆ-ից հնչող սպառնալիքներին։ Իրավացի եք, ապատեղեկատվություն շատ է տարածվում, խնդիրը շատ պարզ է, ամբողջնարվում է Իրանի միջուկային հնարավորությունների սահմանափակման համար։ Իսրայելը միշտ դժգոհ է Իրանի հետ համաձայնությունից եւ Իսրայելը փնտրում է լարվածություն։ Իսրայելի շահն է, որ արևմտյան երկրները չկարողանան համաձայնության գալ Իրանի հետ։ Նա ուզում է անպայման պատերազմ հրահրել ու իրեն հովանավորի նաեւ ԱՄՆ-ն։ Խնդիրն այն է, որ Իրանն Իսրայելին չի ընդունում որպես պետություն։ Նա Իսրայելին անվանում է բռնագրավված Պաղեստին, քանի որ Իրանի առաջին ղեկավարը մի շատ նշանավոր նախադասություն ունի, որ Իսրայելը պետք է վերանա աշխարհի քարտեզից։ Դրա համար էլ Իսրայելը շատ տահոք է Իրանի միջուկային հնարավորությունից եւ անընդհատ հայտարարում է ՄԱԿ-ին փաստեր է ներկայացնում, որ Իրանը ցանկանում է միջուկային ռումբ ստեղծել, ինչը վտանգավոր է Իսրայելի համար։ Իրանի միջուկային հնարավորությունները սակայն մտահոգում են աշխարհի բոլոր երկրներին։ Իհարկե Իրանի լավագույն բարեկամները հիմա Ռուսաստանն ու Չինաստանն են, որոնք միջազգային ասպարեզում խիստ պաշտպանում են Իրանին, որովհետև փոխադարձ շահեր ունեն, բայց իրենք էլ հայտարարում են, որ համաձայն չեն, որ Իրանն ունենա միջուկային ռումբ։ Իրանը միշտ հերքել է, որ իրենք միջուկային ռումբ ստեղծելու ցանկություն ունեն, բայց քանի որ Իրանը հսկայական քանակությամբ 60%-անոց հարստացրած ուրան ունի, դա մտահոգիչ է, որովհետև այդ չափով հարստացրած ուրանը կարող է հեշտությամբ հասնել 90%-ի, իսկ դա արդեն ատոմային ռումբ ստեղծելու համար հումք է։ Հիմա ԱՄՆ-ն նամակով շատ խիստ սպառնալիք է հղել Իրանի ղեկավարին, ամերիկյան մամուլն ասում է, որ այդ նամակում Թրամփը 2 ամսվա ժամանակ է նշանակել Իրանի համար, որպեսզի նստեն բանակցությունների սեղանի շուրջ ու Իրանն ընդունի ապամոնտաժել իր հազարավոր ցենտրիֆուգները, որոնց միջոցով հարստացնում են ուրանը, նաև նոսրացնի արդեն հարստացրած ուրանը։ Թրամփը 3 պահանջ է դրել Իրանի առաջ՝ միջուկային հնարավորությունների սահմանափակում, հրթիռաշինություն, հատկապես բալիստիկ հրթիռների արտադրության կասեցում, 3. չի միջամտել տարածաշրջանի երկրների ներքին գործերին, ակնկալելով Լիբանանի Հեզբոլահին, Պաղեստինի Համասին, սիրիական, իրաքյան եւ եմենական ներկայությանը։ Իրանն առաջին անգամ գրավոր նամակով պաշտոնապես պատասխանել է Թրամփի այդ նամակին։ Փորձագետների կարծիքով Իրանի համար շատ ծանր է բանակցել Թրամփի հետ, որովհետև նույն Թրամփն անձամբ հրամայել էր
Իրանի գլխավոր հրամանատարներից մեկի սպանությունը Իրաքում։ Դրա համար էլ Իրանում դեռ չեն շտապում ուղիղ բանակցել։ Ուզում են, որ միջնորդավորված բանակցությունը շարունակվի։ Բացի այդ էլ իրենք Թրամփին համարում են անհուսալի բանակցող, նկատի ունենալով, որ 2018 թվականին Թրամփը ԱՄՆ-ի ստորագրությունը հետ վերցրեց միջուկային այդ համաձայնագրից, որը կնքվել էր 2015-ին։ Այսինքն Իրանը նախընտրում է միջնորդավորված բանակցությունները, որ ժամանակ շահի, իսկ ԱՄՆ-ն շտապում է։ Ռազմական բախումը հնարավոր համարում ենք, պարոն Դավուդյան։ Ռազմական բախումը բացառում եմ, ճիշտ է, Հնդկական օվկիանոսում ինչքան արդիական զենքեր է բերել ԱՄՆ-ն, Իրանն էլ մյուս կողմից իր հրթիռային քաղաքներն է ցուցադրել, տարբեր հայտարարություններ են հնչում, բայց դրանք իմ համոզմամբ ուժի ցուցադրություններն են։ Մեկ այլ հետաքրքիր փաստ էլ կա, որ Սպիտակ տանը պարոն Թրամփի խորհրդականները, նախարարները համակարծիք չեն Իրանի հարցով։ Իսրայելը կարող է ինչ-որ բաներ անել այնուամենայնիվ, բայց Իսրայելը խոցելի է եւ միայնակ չի կարող պաշտպանել իրեն։ Հիշում եք, որ Իրանը 300 հրթիռ նետեց Իսրայելի գլխին ու եթե այլ երկրներ չօգնեին Իսրայելին, ինչ էր լինելու այդ երկրի վիճակը։ Իսրայելը միայնակ վախենում է ռազմական գործողության գնալ, իհարկե կարող է միայնակ ռմբակոծել Իրանը, բայց դա ինչ պետք է անի։ Իրանը 50 անգամ մեծ է Իսրայելից, դրա համար էլ Իսրայելն ուզում է ԱՄՆ-ին անպայման ներքաշել այդ պատերազմի մեջ, բայց ԱՄՆ-ն խուսափում է դրանից։ Նյութի աղբյուր Media Lab AM